Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր ես մենակ չեմ, տեսնում եք մեր սիրելի Գոհար Գասպարյանն այստեղ օգնելու է ինձ, որովհետև ես շատ եմ հոգնում, մենակ պատրաստում եմ ձեր համար, միշտ մեկ-մեկ գալիս են իմ ընկերները օգնում են, որ մենք ձեր համար պատրաստենք շատ համով պաղաթադոմս։ Իսկ այսօրվա համար որոշել ենք ոսպով աղցան պատրաստել, ոսպը քանի որ շատ օգտակար է, երկաթ է եւ լիքը ուրիշ օգտակարություններ ունի, իրան խառնելու ենք sense պանչարեղենով, ինքը դառնալու է մի հատ հետաքրքիր համ։ Գոհարը Երևի սկզբում կանի դժվար մասերը կատակ եմ անում, չես արելու դժվար։ Ես հուսով եմ քեզ չեմ խանգարում։ Միշտ կանչում եմ որ օգնի։ Չէ, գիտես որ օգնելու ենք։ Բայց գիտես ոնց է, արդեն որ մարդ է լինում քո մոտ, դու արդեն ավելի ուրիշ էներգիայով ես լցված ու ավելի ուրախ ես պատրաստում, երբ որ ավելի ուրախ ես պատրաստում, ավելի համով է լինում։ Արդեն ամենամինիմում թերը անում ես։ Ես էլ շատ սիրում եմ ոսպ, ինձ թվում է շատ հետաքրքիր բան է։ Պաղաթադոմս է։ Այսօրվա պաղաթադոմսի համար մեզ պետք է 1 բաժակ ոսպ։ Պանչարեղեններից մեզ պետք է 1 հատ վարունգ, 1 հատ լոլիկ, 1 հատ կարմիր սոխ, մի հատ լիմոն կամ կիտրոն, մի քիչ թարմ անանուխ, մի քիչ ազատկեր կամ մաղադանոս, 100 գրամ ֆետա բանիր, կես բաժակ սև ցիտաբտուղ, մի թեյի կտալ կացախ, մի թեյի կտալ մանանեխ, դիժոն, մի թեյի կտալ մեղր։ Համեմունքներից օգտագործել ենք աղ, սև բողբեղ, օրիգանո և ցիտապտղից հետ։ Հիմա ես մտածում եմ իրար հետ օգնելով սկսենք, ուրեմն ստեղ լոլիկը վարունգը կտնեմ, դու կսկսես, ես սոխը կսկսեմ ու հետո արդեն միշտ ընթեր բաներ ես լոլիկը վարունգը ինչ անեմ, բայց որովհետև ուզում եմ երկուսով պատրաստենք, բայց տենց էլ չեմ ուզում։ Ինչ կերպ ենք կտրատում։ Մանր, շատ մանր։ Այսինքն քո ամենամանրը ոնց կուզես, տենց կարաս կլորներ անես, հետո բզդիկ կարագուսիներ։ Ոնց ասես։ Ոնց ասեմ։ Մեգա տարբերություն չէ, ես միշտ հերոստատի դողին եմ ասում, ոնց սիրտերնիդ ուզում ա դենց արեք։ Ես հիմա պատմում եմ, օրինակ բզդիկ ես գդրում եւ այլն, բայց դու եթե հարմարություն չունես կամ արագ ես պատրաստում, կարող ես եւ նաեւ մի քիչ ավելի մեծ գդրել կամ դու կարող ես արդեն մրցույթի մասնակցել, ամենաարագ պատրաստելը, չէ։ Ես դենց մեկ-մեկ զգում եմ, օրինակ դուն եմ գնում, մի քիչ եմ ժամանակ ունենում, որ պետքա պատրաստեմ։ Ասում եմ, քանի րոպեից այդքան եմ, մի հատ սեղան եմ գցում, սենց սախ ընտանիքով նայում են, ասում են, ես քանի րոպեից, ես սկիզբ եմ պատրաստել, ասում եմ, չէ, հիմա պատրաստեցի։ Ինչքան տևեց։ Մի 20 րոպե։ 20 րոպեու։ Ինչ եմ ուզում ասեմ, դե 2-3, բայց ինչ եմ անում միշտ, մտածում եմ, էսի առաջ ժամանակս էս անեմ, էսի եղած ժամանակը էդի չրոսում գեփի, սենց մի հատ բան եմ անում, որ տնորինում ժամանակը ճիշտ, խելքով մտածում եմ, անում եմ, տենց, խելքը լավ բան, բայց այդի գիտես փորձառություն է գուքա, շատ ես անում, հետո արդեն միտեղ այդ հաշիվները շատ հանգիստ կարողանում ես հաշվել, դե ամեն մեկը մի բանի մեջ լավ է, ես սրա մեջ։ Բայց կա միտեղ, որ օրինակ բարեկամների մոտ կամ ընկերների մոտ, որ դու գնում ես ու էլ չես խառնվում այդ ամեն ինչի մեջ ու ասում ես վերջ, այ մի հատ վայելեմ իր պատրաստել։ Այո, եւ ես շատ եմ ուզում դից, մեկ-մեկ։ Ուզում եմ։ Ո՞տ ես գնում։ Խոստովանի։ Հայաստանում, չէ։ Չէ։ Դրսում որ գնում եմ կամ ինչ որ գիտես ոնց է չեմ ուզում խառնվեմ նախ, որովհետև միշտ սիրում եմ այն մարդը, որ ինքն է հյուրընկալը, իրեն լինի ամեն ինչ։ Անշուշտ եթե ասես, որ շաղիկ դու արա, այս ինչ բանը ես քեզ եմ վստահում կամ դու քո ձևով արա այս սոսը, դե ես կանեմ։ Բայց եթե այդ մարդը իր ձևով ա ուզում որ ասիրի, ավելի եմ ես հետաքրքիր լինում, որ ինքը ինչ ա դառնում ինձ, որ ես չգիտեմ։ Իմ համար կարող է նորություն լինի։ Ես միշտ գիտեմ մեկ բան, որ ամենաբարձ house made-ը նույնիսկ կամ դամախազայքային ասում տնային տնտեսուհի տնային տնտեսուհին նույնիսկ կարող է ինչ-որ իմպրովիզ ունենա, որ դու չգիտես։ Ու ես միշտ սովորել եմ փոքրուց, որ ամեն մարդ է ինչ-որ պաղաթադոմ սովորեմ։ Տենց հավաքվել իմ պաղաթադոմ։ Վերջը չասեցիր էլի, ում երկի ուտելիքն ես հավանում։ Դե նայ, մամաս, կեսուրս, սկսեմ ընդեղից, քույրիկս, մորքուրներս, ընկերներից մի քանի հատ կան։ Իմ ճանաչած մորքուրը։ Այո։ Իդեպ շատ տաղանդավոր մորաքույր ունի Շաղիկը, ասեղնագործության վարպետ։ Այո։ Ինքը եւ Հալեբում էր դենց շատ հայտնի եւ անշուշտ էստեղ իր արակելությունը ոնց որ շարունակում է ու նոր սերունդին հայկական բոլոր արվեստը կամ ցերքի գործերը սովորացնում է։ Դու էլ խոհանոցում ես ասեղնագործում։ Ես այնքան դենց ինչ որ երևի համբերություն չունիմ ցերակորձի, բայց ճաշ եփելու երևի ունեմ։
Ինչևէ։ Ես մոռացա հարցնել, մենք չենք կեղևազրկում, չէ։ Ես սիրում եմ այս այդ իր դից գարձր վիճակը լինի աղցանում, ինքը ավելի հետաքրքիր է։ Էլի մանր։ Դու այդքան բան կդրեցիր, դեռ ես սոխպիտ կտրեմ։ Սոխը քեզ։ Սոխը քեզ։ Հեսա գուլամ մենակ չես հագնում։ Չէ, չեմ հագնում, բայց գնում եմ ճուրը բացում եմ, ցենց նայում եմ մի քանի րոպե, լավ է։ Ես մի անգամ փորձեցի կարդալ ինչ հնարավոր տարբերակներ կա սոխից չարտասվելու համար, մի քանի բան դե բացի այդ ակնոցը, ջուրը պահում ես բերանի մեջ։ Փորձեցի, բայց այնքան էլ չստացվեց։ Մի քիչ պահում է սկիզբը, բայց հետո միևնույն սոխի։ Բայց մի հատ էլ ցև կա, գտալ ես տնում բերանդ երկաթե, ու այդ որ բահում ես ինքը էդ է քաշում ու քո մոտ չի գալիս։ Էդի մի քիչ եղել այ մոտ։ Իսկ քանի որ մենք շատ դակ է մեր զրույցը եւ շատ հաճելի է, մոռացանք որ ամենա կարևոր բաղադրիչը է ուտելիքին։ Ջուրն էլ արդեն եռացել է։ Ոսպն է ու մենք օգտագործում ենք մարանիկի ոսպը։ Հիմա պետք է ուղղակի բացեմ ու մի բաժակ վերցնեմ ըստեղից։ Մի հատ էլ կարող ենք լվանալ ու ավելացնել ջուրի մեջ։ Դե մեր ջուրը արդեն երում է ու պատրաստվում է։ Մի բաժակ։ Մի բաժակ։ Մի հատ լվանամ ու հետ կամ։ Շաղիկ իսկ ինչ որ բան կա, որ դու չես լվանում։ Նախընտրում ես չլվանալ, կա նման բան։ Մեկ լինում է։ Օրինակ օրինակ բլղուր միշտ չէ որ լվում եմ, որովհետև բլղուրը ինքը ունի ինչ որ օգտակար բան իր վրա, որը ես չեմ ուզում էդի գնա։ Իրականում ինքը ամեն ինչը միթ է, որովհետև ովևէ մեկ ուտելիք երբ որ երում է 100 աստիճանից, ինքը ովևէ մաքրվում է։ Լվացել ես չես լվացած, բայց մարդիկ կա ուզում են հանգստանան, սենց մտային կհանգստանան հոգեկան, դրա համար լվում ենք։ Ոսպը ավելացնում եմ, թողում ենք ինքը եփի ու արդեն մենք մեր աղցանն ենք շարունակում։ Իսկ օրինակ այս ոսպը, հենց այս ոսպի տեսակը, դու հենց մի անգամից եփում ես, թե թրջում ես նոր, թե թրջել չի կարելի։ Օրինակ մարանիկի ոսպը, որովհետև շատ որակավոր է եւ մեծ է, ես մի անգամից եփում եմ ու շատ արագ եփում եմ։ Կա շուգայում ոսպեր, որ շատ երկար է եփում։ Դրա համար է հարցը։ Իրա չափից է սկսում, ու այդ դրանք մի քիչ առաջ, մեկ օր առաջ որ ճուրի տնես ավելի լավ է։ Բայց մարանիկի դեպքում լավ է որ շուտ է եփում ու մեր բախտը բերել։ Հիմա մենք մեր գործը շարունակենք, կարամ մի քիչ աղ ավելացնեմ ուղղակի եփելու ժամանակ ու մենք մեր զրույցը շարունակենք։ Գիտես, որ ասեցիր որոշ բաներ կա, որ նախընտրում եմ չլվանալ եւ այլն, որ նախորդ օրը էլի մի բան ընթերցեցի, որ խորհուրդ էին տալիս, որ օրինակ հավի միսը չլվանալ։ Չէ, ես էլ եմ ասում միշտ, հավի միսը որ լվանում ես, դու ոնց որ այս միկրոբը ամեն բանոցում։ Բայց իմ համար դա շոկ էր, որովհետեւ ամեն դեպքում ես միշտ լվում եմ, որ հա։ Նայ, ես քեզի ուրիշ շտվայս, որ բալանսը լինի, ինչ որ միջինը լինի այս ամեն ինչին։ Եթե ուզում ես լվանալ, շատ պետք է սենց բահես ու իրանից ոչ մի ճուր չի թրջի, ոչ մի տեղ։ Այդ շատ վտանգավոր է, մանավանդ երեխաներ ունես դու, իրան պետք է լվաս ու այնտեղ այնքան լավ մաքրես ու ցերքերդ այնքան լավ մաքրես, ինքը թած ուրա գնում, իր միկրոբը գնում է։ Հավը вообще պետքա չի լվանալ ընդհանրապես, ուղղակի անձերոցիկով իրան սենց սրբում ես ու եփում ես։ Հավը արդեն որ տեսնում է տաքություն ու դակությամբ եփվում է 100 աստիճան անցնում է, ինչ միկրոբ կա մեռնում է։ Այսինքն նորեն այդ լվանալը կարելի ջուրը փոխել է օրինակ։ Այդ էլ չենք փոխում։ Ջուրը ինչու լավ չէ փոխելը։ Սկիզբը գարանք ուղղակի քեֆը վերցնել, այդ է միան ավելորդը, բայց մնացածը իր միներալները օգտակար բաներն են, որ փոխում ես ջուրը, ինչ որ թափում ես իր ամեն ինչը։ Մեզ թվում է մենք մաքուր լավ բան ենք անում, բայց բոլորը հնուց է մնացել մեր հանցանքը չէ, որովհետև շուտվանից երբ որ բերում էին հավ կամ ինչ որ ուրիշ տեսակի միսեր դունը, այնքան աղդոտ կամ այնքան ոչ մշակված ձևով էր կա հասնում, դրա համար բարդավորվում էին առաջ լվանալ։ Ուրիշ ջար չունեին, սենց իրանից լիքը բան կար, բայց հիմա այնքան մաքուր վիճակով է ծախվում այդ ամեն ինչը, որ արդեն գարիկը չունենք։ Ժամանակ էլ չենք ծախսի։ Ջուրն էլ կխնայի։ Այո։ Ու օկուպան, չենք էլ վնասի մեր մենք մեզ ինչ որ ժամանակ է պետք որ դրա հետ հոգեբանորեն համակերպվել է։ Հիմա որ շուգայում գա, արդեն պարկաստուծո որ մաքուր է, օրինակ մենք այստեղ Զանգեզուրի հավերն ենք միշտ օգտագործում, որը շատ մաքուր եւ լավ թեվով է գալիս մեր մոտ ու մենք պատրաստում ենք այնքան համով ու օրգանական, ցենց շատ բնական հավեր են ու դրանք միշտ մաքուր են, արդեն իրանք ոչ մի լվանալու էլ կարիք չունեն ու գիտեմ որ շուգայում գլինի տենց որ միշտ մաքուր են ու ոչ մի կարիք չունեն լվանալու։ Այսինքն մենք մեր հավերով
միտքերնից հանգիստ է։ Այսինքն ավելի վախենանք լվանալուց, քան այո, մնացած այո։ բաներից։ Հիմա ես այստեղ տեսնում եմ պանիր, բայց եթե պանիրը չլինի, պահքի այո աղցան է դառնում։ Այո, ինքը եթե ուզում ենք էսի բակային։ Ես իրականում հիմա ուզեցի էսի պատրաստել, որովհետև թեր հասցնում ենք մենք բակային ուտեստներ դալ կամ շերանել կամ գիսվել մեր ժողովրդի հետ։ Այս նույնը կարող եք առանց ֆետա-պանիրի անել եւ բակային ուտեստ մատուցել ցեր համար կամ Ոսպեշ շատ պոպուլար է, չէ՞, պահքի։ Այո։ Մենյուում։ Հիմա մենք Իսկ դու պահում ես։ Իրականում չէ։ Իմ կորձի առումով ես չեմ կարող։ Այնքան իմ օրերը խառն են, որ ես մի հատ էլ չեմ կարողանում սահմանափակեմ այդ մասը։ Մի քիչ երևի ավելի հանգիստ կյանք ունենամ։ Այդ Իրոք ինձ համար էլ պահքը ասոցիացում է ավելի խաղաղության, մտքի հանգստության հետ եւ ես էլ չեմ կարողանում պահել, որ ուղղակի չեմ կարողանա 100%-ով տրվել։ Այո, ու եթե իրական գաղափարին, ոչ թե դիետային։ Դիետային։ Հիմա մարդիկ էլ անում են իբր դետոքս, որովհետև հիմա դետոքսը շատ sense բան է, ինչ կսեն պոպուլար է կամ հայտնի է։ Դետոքսի պես, բայց ես մեգա ուրախանում եմ, մարդիկ որ նույնիսկ դետոքսի պես են անում, կարող որ անում են։ Հիմա օրինակ իմ ռեստորանում շատ է լինում, որ տղաք գրուպով գալիս են ու ասում են բակային մենյու, բակային ուտեստ վերցում են, ես ապշում եմ իրական։ Սենց տղաներ, լիքը տղաներ, սենց երիտասարդ տղաներ, բան ու էդի լավ պահում են, ուրախանում եմ իրականում։ Իհարկե։ Բրավո, տենց տղաքը ավելի աչքս մտավ։ Ուրեմն Մաղդանուս եւ թարմ անանուխ ենք տնելու, իրենք շատ համովածնում են այս աղցանը։ Արդեն միջև ոսպը եփի մենք մեր ամեն ինչը գտրատած կլինենք։ Տես ինչքան հեշտ է, օրինակ ամեն ինչ կտրատում ես։ Իսկ աղջիկների դել ես այդպես սովորացնում, արդեն հիմիկվանից տնարարություն։ Այո, ու իրենք սիրում են իրականում։ Օրինակ Փեգաս, եթե ես չի գամ, ասում եմ նախաճաշպանը, ինքը թնում է, Էմին էլ է սկսել հիմա, ու պապային օրինակ իրենք թնում են, պապան հետո ասում է, վայ, քո աղջիկներն են ոնց որ ասենց սաղ դեղին թնում են նախաճաշը, հայրիկի։ Երեսս սպիտակացնում են, ուզում եմ ասեմ։ Սիրում են, բայց Ինչ լավ։ Ես անապեր դեռ սպասում եմ այդ տարիքին, իմ աղջիկը դեռ շատ փոքրիկ է, տղաներն էլ դեռ հեռու են շատ։ Այս ամեն ինչ մնում է իմ ուսերին։ Ճիշտ է։ Բայց կարող է եւ մեկ-մեկ լինում է որ դղակն էլ ունենում են sense սեր պատրաստել։ Պահիտակ, չէ։ Գալիս ու գնում։ Հա, հետո այդ վատը դղաներում գալիս գնում են, արչևնին ինչ կար, եդևնին ինչ կար։ Կարևոր չէ, խանութը ինչ վիճակով են տողել, կարևոր չէ։ Դե ինչ, մենք մի հատ այստեղ մակրակորձում անենք, դե իհարկե ABC-ն է օգնելու մեզ, ու հետո հետ վերադառնանք ու գամած հավաքենք մեր աղցանը։ Գնանք։ Գնացինք։ Ես մտածում եմ, որ մի կես բաժակ էլ ջուր ավելացնենք ոսպին, որ լավ եփի, դե իհարկե մենք սիլից ենք օգտվում։ Ու գնանք։ Հիմա մենք ստեղ ունենք մի հատ լիմոն կամ գիտրոն, կարամ քեզի տամ դու քամես, միջև ես այդ բաները սոսը պատրաստեմ։ Կարող է ես փոքրը վերցնեմ։ Սրա մեջ հետո խառնում։ Դու շատ ես, չես սիրում կիտրոնահյութը։ Հա։ Իսկ այդպեսի աղցան չկա, որի մեջ դու չլսես, չէ՞։ Կարող է եւ օրինակ անցյալ շաբաթ նորեն հավով ջաշ պատրաստել էին, իր սոսը սենց հյութալի, բայց լիմոնով էր, այնքան համով էր, չէ, շատ համով էր։ Վահակ շատ սիրել եմ։ Իսկ լիմոնի հյութը թե օրինակ քացախ, թե քացախի հետ չունես։ Ունեմ, կացախել ունեմ, բայց միշտ կացախ եւ լիմոնը միշտ շատ, կացախը քիչ։ Հա, կացախը ավելացնում է խորք կամ դեպտ ուտելիքին, բայց խորություն, բայց մինագը որ լինում է ինքը մի քիչ խեղճ է։ Հա։ Մենք կարանք կամած հավաքել մեր դրեսինգը կամ մեր սոսը, իսկ միջև քոհարը լիմոնը ընդհանրապես քամի, մենք կարանք մնացածը արդեն տնենք։ Ստեղ ավելացնում ենք քացախը։ Լավ կամ է որ շատ լինի։ Շատ դտուն լինի։ Ես մի վախնար, եթե դտուն քիչ է միացանարանից կպերեմ մի հատ նոր կապեմ։ Ես էլ եմ իրականում շատ սիրում կիտրոնահյութը, իրոք իմ համար ինքը ցանկացած բանի վրա որ յեցնես, համովալիևն է, համովացնում է։ Ճիշտ է։ Կարաս դու ինձ լիմոնի հյութը տաս, որ ես շարունակեմ։ Մերսի շատ։
Ցախտիր։ Ապրես։ Հիմա ավելացում եք դիժոնը, այսինքն մանանեխ քիչիկ։ Ես դիժոն եմ անում, որ մի քիչ գդուլ է։ Այստեղ մեղր եմ ընդունում, բալանսավորում եմ այդ տտվաշությունը, ինքը հետաքրքիր sense քաղցություն է տալիս այս ամեն ինչին։ Ավելացնում եմ օրեգանո։ Մի հատ աղը։ Աղ։ Սեպապեր։ Խնդրեմ։ Thank you, այսինքն շնորհակալ եմ։ Ավելացում եք ցիտապտրից հետ։ Լավ։ Տեղին։ Հիմա լավ խառնում եմ, որպեսզի մեղրը, դիժոնը եւ լիմոնը կամ կիտրոնը դիզոլվ լինեն, այսինքն հայերենով խառնվեն, բացվեն։ Քիչ էլ ցետ։ Հիմա քանի որ ոսպը քիչիկ կուզեմ, մենք կալամատան պետք է մաքրենք, կարանք էդի կտրենք Զեյթունը։ Հա, գուդ գա մեջը, կարաս սենց անես, գուդը հանես ու իրան սենց բացես։ Սենց հիմա կարանք մի հատ էլ սենց կիսենք, որ շատ մեծ չլինի ու լավ տարածվի։ Դե որոշել ենք կալամաթա լինի, որով իմ ամենասիրած զեյթուններից է։ Ես կամ մեդիտերենյան եմ սիրում, կամ դե բհունականը։ Այն մնացածը սենց դե ավելի համով եմ։ Հա, զուտ դրա համար։ Իմ դղասել է, սենց այս զեյթունները սենց վերցնում ուտում, այն որ ամենալեղի զեյթունները կան շուկայում, տենց կուտե ինքը, որովհետև սովոր է, երևի ջենետիկ էլ կա, ինքը սովորել է, որ այդ զեյթունի հետ կապ ունենք մենք։ Ես ուզում եմ մի քանի հարցել տալ քեզ սոխի հետ կապված։ Այ օրինակ նկատել եմ, որ դու սոխ օգտագործում ես տարբեր միշտ։ Ինչ հետ է դա կապվում։ Էլի քեզ դուր է գալիս համը դու ուզում ես համադրության մեջ տեսնես, թե ինչ որ ուրիշ կապ կա։ Օրինակ ես այդքան չեմ սիրում սոխը, ոչ թե որ մարդիկ հոտի հետ են կապում, այլ պարզապես համը ինձ սառը տեսքով դուր չի գալիս, բայց սիրում օրինակ եփած տարբերակով։ Նայր, սոխը նախ սկսենք այդտեղից, որ ինքը անտիօքսիդանտ է, այսինքն ինքը շատ օգտակար է ու մարմինում երբ որ մտնում է ինքը սխտորը եւ սոխը ընդհանրապես այդ իր գծությամբ, ինքը ոնց որ սոխը շատ եմ սիրում, բայց ինձ թվում է սոխի։ Հա։ Սոխին իսկ հաղթում է։ ամեն սոխերը չես սիրում, այսինքն կարմիրն էլ, օրինակ իմ համար կարմիրը առաջնային է ամեն սոխերից։ Սիրելիներս, այստեղ արդեն ես կարամ մեր ոսպը ջրից հանեմ, որով ինքը գրեթե պատրաստ է։ Ես ընդհանրապես սիրում եմ այս ամեն ինչը պատրաստելուց, սենց այդ հավաքելու բանը իմ համար էդի թերապիա է, ու ոնց որ բզիկ բաներից ստանում ես մի հատ հետաքրքիր մի զանգված։ Էսի ստեղ։ Ուրեմն, կարանք ոսպիցը սկսենք, կամ եթե 2 րոպե թողենք հովանա, միջև հովանա մեր ոսպը, ուզում էի հիշեցնել, չգիտեմ շատերը կարող ա գիտեն, ես եւ Կոհարը աշխատել ենք Թեբի Եվրադեսիլի մեջ իրար հետ ու տեղից մենք արդեն ընկերություն ենք անում, ու այն ժամանակ ես արևելահայերենը շատ չգիտեի ու հազիվ էի հասկանում եւ կարող ա եւ հազիվ էի մենք էլ իրեն ինձ հասկանում, բայց դրանից հետո արդեն ես ավելի ունեցա մեծ միջավայր իմ ըստեղի դեղացի հայերը եւ արդեն լեզուս երկուքն էլ օրինակ հիմա խոսում եմ, բայց լավ կարող եմ ռուսերեն էլ ես ասում։ Մեկ ընկերուներուս դիմաց որ ասում են այդ բառը դու որտեղից գիտես, ասում եմ դե արդեն սովորեցի։ Մի խոսքով մենք այն ժամանակ լավ հետաքրքիր օրեր ենք ունեցել։ Ծառափերնված։ Ու միշտ այսպես ջերմությամբ ենք իրար հանդիպում։ Ես միշտ հիանում եմ շաղիկի աշխատասիրությամբ եւ ձգտումներով, ինձ համար դու իրոք շատ մեծ օրինակ ես։ Ինչպես կարող է կինը փորձել կայանալ ամեն ինչում։ Դա շատ կարևոր է, որովհետեւ ընտանիքից զատ նաեւ որպես անհատ, որպես անձ, իսկապես դու կարողացար ստեղծել այն ինչ որ համ քեզ հաճույք է պատճառում եւ համ էլ կարողանում ես ընտանիքիդ օգնել։ Ճիշտ ես։ Ապրես։ Եվ երևի հայասկին։ Մշակութային առումով։ Լացումա վահակը, այնքան հուզվեցավ։ Okay։ Հիմա արդեն կարանք հավաքենք։ Երևի մի հատ կտալ դամ։ Սկզբում կարաս ոսպը լցնես։ Okay։
Հիմա արդեն հետաքրքիր ցևով այս սրանք կավելացնենք։ Կարող ենք կանաչիները։ Ձեռքով անենք։ Հա, արդեն լվացվել ենք, որ պատրաստենք ուտելիք մեր ընտանիքի համար, ոնց որ տենց հասկացիր։ Լոլիկը։ Սոխը դու լցրես։ Քիչ տնեմ։ Չէ։ Լավ, սենց կանեմ։ Այս կանաչի տնեմ։ Քիչ։ Այստեղ սոսն է, արդեն մեր հետաքրքիր սոսը, որ պատրաստել ենք, ավելացնում եմ։ Այ հիմա արդեն դարձավ։ Հələ մի հատ նայ։ Հետո պետքա մի քիչ տակուկ լինի այդ ոսպը, որ այդ սոսը որ թունում ես, սենց ավելի լավ։ Աստան ինքը եւ տաք հաղցանը եւ սառը։ Բայց ինքը սառը ուտեստ է։ Հələ մի հատ նայր։ Հոդը, ինչ լավն է։ Սովատացել է։ Okay։ Արդեն լցնում ենք։ Մերապը։ Գերեմ։ Նախ շատ գեղեցիկ է, գունեղ է շատ։ Հա։ Հետո արդեն պատկերացնում եմ, որ ինչքան համերը խառնվել են իրար, բոլորիվ ամբողջացել է։ Հիմա ֆետա բանիրը պետքա տնենք։ Դե իհարկե ֆետա բանիրը սենց պետքա փշրենք, այսինքն մի քիչ ցերկով ուղակի այսպես ամանալու ու մարացնենք։ Այսպես ավելացնում ենք։ Ասեցինք, որ եթե բաքի է ուտելու, կարան ֆետա բանիրը ուղակի չի տնել։ Տեսար, ինչքան հեշտ է։ Հրաշք համովություն։ Եվ այսօրվա պաղաթերդոմսը ու ոսպով աղցանը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ այլեք։ Բարյա խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր ուտելիքը արդեն պատրաստ է։ Կարող ենք վայելել, մենք մեր ափսեները պատրաստել ենք, մի հատ քթալ վերցնեմ ու արդեն հյուրասիրվենք։ Շատ օգտակար, իրոք եւ գեղեցիկ է երևում, հիմա կփորձենք համնել այդպես թե ոչ։ Եվ հույսով եմ սոխը շատ չի կարկեզի։ Չէ, մի մտածի, որովհետեւ դու կարծես չի գամ է, չէ, գամ կարծես որ արդեն։ Ահա։ Ես էլ տենամ։ Ոնց է հոտը։ Լավ է։ Okay։ Չէր սպասում, չէ, դենց համեր։ Շատ հետաքրքիր համադրություն է եղել, շատ։ Գիտես, առաջին հայացքով առաջին համից զգում ես զեյթունը։ Հա։ Մի րոպե, հələ։ Գցիր ուրեմն ոսպից վերցրու։ Շատ լավ ձուլվել է ոսպի հետ։ Հա։ Շատ լավ է։ Ընտիր։ Ինձ թվում է շատ համեղ, օգտակար, կշտացնող նաև։ Աղցան է։ Մի խոսքով կպատրաստես, չէ։ Այսօր տեսար ինչքան հեշտ է պատրաստում, ոսպը թունում ես, եփում մնացածը կտրատում ես, շատ դան անդամներն էլ արդեն օգնում են։ Բայց իհարկե, այսպես ուտելիք ուտելուց հետո ուզում ես մի հատ կոֆեով վայելես քաղցրություն։ Օրինակ մենք Smiley Sweet-ի քաղցրավայրիկներից պիտի փորձենք հիմա։ Դրա համար անհամբեր եմ այս ճաշը ուտեմ ու կոֆե խմեմ եւ վայելեմ այս համովությունները։ Դու ներ կվայելես, կարծիքդ կուտաս։ Անպայման։ Ինչպես որ տեսար, ABC-ն պատրաստել է ձեր համար հատուկ հեղուկներ եւ մաքրության բարականեր, կօգտագործես եւ կասես ինչպես են։ Մենք շատ գոհ ենք, այստեղ սաղ TV-ն մաքրում ենք այս բարականերով։ Լավ բաներ ունեմ։ Իսկ այստեղ դե սիլի եւ մազայի խմելիքները, գիտեմ որ ծանոթ է եւ սիրված շատ։ Այստեղ ունենք Smiley Sweet-ի համով կաստրավենիքներ, դու եւ երեխեքը կվայելեք եւ իհարկե այստեղ մարալիկի հատիկեղենը եւ համեմունքները։ Կվայելեք եւ շատ ուրախ էինք որ այսօր կհիշենք։ Երկար կհիշեք մեզ։ Շատ ուրախ էինք որ այսօր ոսպը կա, այսօրվա ոսպը կա, այո գա։ Կպատրաստես եւ մամային կտկեսուրեն կծագը հրավիրես ու գսես մի հատ եկեք ուտելիք եմ պատրաստելու։ Դե ինձ սիրելիներս շատ ուրախ եթեր ունեցանք, մենք գնանք համով ուտենք մեր պատրաստածը։ Դուք էլ պատրաստեք այսօր եւ վայելեք ձեր ընտանիքի հետ։ Ցտեսություն։